Բարև ձեզ բարեկամներ, այսօր Գյումրու քաղաքապետարանը ավականին ավելի ճիշտ նիստ էր գումարել օրակարգում ունենալով երկու փոխքաղաքապետի եւ մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ հարցերը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փոխքաղաքապետի երկու տեխնացուներն են Ավետիս Սարաքելյանը, ով պարոն Ղուկասյանի փեսան է, եւ Գագիկ Մանուկյանը, Ղուկասյանի մտերիմ ընկերը։ Այսպիսով Ղուկասյանի մտերիմ ընկերը եւ փեսան պաշտոն են ստանձնում Գյումրիում, Ավետիս Սարաքելյանը, պարոն Ղուկասյանի փեսան, ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետի առաջին տեղակալ, ավականու ամբիոնից հրապարակավ սկսեցին ներկայացնել պարոն Ավետիս Սարաքելյանի կենսագրականը, իսկ քաղաքապետ Ղուկասյանը առաջին կարգադրությունը տվեց, ասելով արոգանությամբ կարդա։ Պետրակյան արոգանությամբ Սկսում են արոգանությամբ ընթերցել կենսագրականը, երբ հնչում է երկրորդ կարգադրությունը, բարձր կարդա։ Բարձր ասի։ Եվ այսպես արոգանությամբ եւ բարձր ներկայացնում են կենսագրականը եւ չգիտեմ բովանդակությունն էր պատճառը, թե լարվածությունը, հուզմունքը գուցե, բայց այդ պահին ամբիոնից աշխատակից կանանցից մեկը բառացիորեն վայր ընկավ։ Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ տիկինը չունի եւ ամեն ինչ ընթանում էր նորմալ մթնոլորտում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների եւ տեղակալների տեխնացուներին, ձեռնպահ է քվեարկում փոխքաղաքապետի տեխնացությանը։ Այսպիսով Արաքելյանը 17 կողմ ձայնի արդյունքով ընտրվում է։ Փեսայի ընտրվելուց հետո Ղուկասյանը հայտարարում է, որ մեջբերում իր խոսքը նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է։ Այս ամենից հետո տարբեր լրատվականներ ու կայքեր սկսում են պտտել այս թեման ակնհայտ բացասական երանգ հաղորդելով, թե իբր տեսեք, ազգովի մի ամբողջ քաղաքի ղեկավարում են ստանձնում։ Ինչ խոսք, ընկերներ, եկեք լինենք անկեղծ, այս տեսարանը գուցե որոշակի ենթատեքստ իհարկե պարունակում է, բայց եթե այն օրենքի շրջանակներում է, օրենքը չի խանգարում, ես այստեղ որևէ բան ասել չեմ կարող։ Ինչի Գյումրի քաղաքը այսպիսի բաներ է տեսել, այսպիսի պատմությունների միջով է անցել, դա ուրիշ թեմա է։ Եթե այդքան սրտացավ եք, հարգելի քննադատներ, վերցրեք օրինակ առաջադեմ երկրների կանոնները, օրենքները եւ օրենքի ուժ տվեք, որ արգելվի օրենքի մակարդակով ազգականի մտերիմ բարեկամի համատեղ պաշտոնավարումը։ Գյումրու ավականու նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն էլ նշեց, որ ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում նա ունի 17200 ձայն ունեցող խմբակցություն եւ անձնավորություն եմ, ինձ համար դա Հայաստանի ամենամեծ պաշտոնն է, ասում է պարոն Մինասյանը, միաժամանակ բացառելով, որ Ղուկասյանի հետ կոալիցիա կկազմի, նկատելով, թե ես ուր կոմունիզմը ուր։ Հենց այդ պահին միջանցքում աստիճանաբանդակով վեր է բարձրանում քաղաքապետ Ղուկասյանը, ով նկատելով, որ լրագրողները շրջապատել են Մինասյանին, զարմանքս ինձ միջամտում են, ասելով, որ շատ վրա չտակ։ 15 րոպե չեն թողնի։ Շնորհակալ եմ, զգացված եմ ընկեր Ղուկասյան։ Ահա տեսնում եք, թե ինչ դրական ու գործնական մթնոլորտում է ամեն ինչ սկսվում։ Ինչ խոսք, հարգելի ընկերներ, մենք բոլորս իրապես ցանկանում ենք տեսնել մեր մշակութային մայրաքաղաքը կանգուն ու շեն, լեցուն ու բարեկեցիկ։ Այդ որ մի հայն է, որ պիտի չարախնդա ու վատը կամենա մեր Գյումրիին, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում է ապրում։ Քանզի այս քաղաքական ֆիլմը նոր է սկսում, ես առաջարկում եմ հարմար տեղավորվել ու դիտել ընթացքը։ Թող լույսերը վառեն մարեն, թող հագնեն իրենց լավագույն կոստյումները, թեպետ կոստյումն է, որ պիտի իրենց գեղեցկացնի։ Իսկ դուք, ընկեր չարախոսներ, գնացեք այն ձեր պոստի վրա վերընկեք, մի խանգարեք, մի թելեք ոչ իշխանության, ոչ ընդդիմության թելը, որ հետո էլ չասեք, կդրավ, թելը կդրավ։ Եվ այսպիսով հաշվարկը սկսված է։ Հենց սկսեմ 3-4 բարձր խնդակ, 3-4